Երկու սրբազանների տարբերության մասին։ Ինչպես գիտեք, վերջին օրերին ձերբակալվեցին Միքայել Աջապայանը եւ Բագրատ Գալստանյանը։ Այս հոգեվորականների ձերբակալությունը ես դիտարկում եմ տարբեր հարթության վրա։ Եթե Բագրատ Գալստանյանի պարագայում դրա համար կային լուրջ հիմքեր, ապա Միքայել Աջապայանի դեպքում սա կարծում եմ խոսքի ազատության եւ մարդուն լրացնելու ուղղված քայլ էր։ Բացատրեմ ինչու։ Բագրատ Գալստանյանի դեպքում ով տարիուկես առաջ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ինչին ես կտրականապես դեմ եմ, քանի որ հոգեվորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ամեն դեպքում նա իր շուրջ համախմբվեց որոշակի զանգված, իսկ մայիսի 9-ին էլ անցած տարի մեծ հավաք արեց, բայց այն պայից, որ պարզվեց նա գտնվում է նախկին նախագահների հովանավորության ներքո եւ ինչ որ պայից էլ իշխանությունը տալու է նրանց, այդ պայից սկսած ժողովուրդը հիասթափվեց դրանից։ Բացի այդ նա երբեք այդ ազնվությունը չունեցավ իր մեջ մեղադրելու նաեւ նախկին ռեժիմը։ Իսկ ինչպես պարզվեց վերջին օրերին, նա ենթադրաբար նաեւ ներքաշված է եղել շատ մութ սխեմայում հեղաշրջում անելու ուժով, զենքով, բռնությամբ ընդհուպ մինչեւ իշխանափոխություն անելու, որը եւս անընդունելի է։ Ինչ վերաբերվում է Միքայել Աջապայանին, նրան դատում են 2 տարի առաջ տված մի հարցազրույցի համար, որտեղ նա նշում է, որ ուրեմն թող զինվորականները հեղաշրջում անեն, բայց նա երբեք չի ներգրաված եղել այդ հեղաշրջում կազմակերպելու մեջ կամ ինչ-որ process-ի մեջ, դա պարզապես միտք է, որը ասել է նա, եւ հետեւաբար եկեք տարբերել քաղաքականությամբ զբաղվելը եւ հանրային կյանքի մասին կարծիք արտահայտելը, որովհետեւ 2018 թվականին էլ շատ հոգեվորականներ իրենց կարծիքը արտահայտել են այդ հեղափոխական շարժման մասին, բայց ոչ մեկ նրանց չի մեղադրել քաղաքականությամբ զբաղվելու մեջ եւ հետեւաբար կարծիք արտահայտելու իրավունք ունեն բոլորը։ Բացի այդ մարդուն Էջմիածնում այդ տեսարաններով փորձել ձերբակալել, մտնել Էջմիածին ես նույնպես անընդունելի եմ համարում, քանի որ մայր տաճարում պետք չէր այդ շոուն կազմակերպել, բացի այդ նա կարծես թե համաձայներ ինքնակամ գալ քննչական մարմիններ, հետեւաբար կարելի էր այլ ավելի հանդարտ ձևով կազմակերպել։ Բացի այդ Միքայել Աջապայանը երբեք կաշկանդված չի եղել որևէ անձի, որևէ իշխանության նախկին թե ներկա քննադատել եւ իր կարծիքը արտահայտել եւ արդարացիորեն նաեւ նշել է, որ նախկին նախագահների ներկայությունը քաղաքական դաշտում օգնում է Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության եւ բացի այդ նրանց հեռանալը կարող է նաեւ մաքրել քաղաքական դաշտը եւ նորություն մտցնել, փոփոխություն բերել։ Հետեւաբար այս խառը ժամանակներում եկեք թացը չորից տարբերենք եւ չդատենք ամեն ինչ միայն էմոցիաներով։